Կիևում վերացնում են գիշերային զանգվածային հարվածի հետևանքները։ Փրկարարները շարունակում են աշխատել վնասված բնակելի շենքերի եւ ենթակառուցվածքների տարածքներում։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն զոհվել է առնվազն 12 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Վնասվել են բնակելի շենքեր, դպրոց եւ մանկական հիվանդանոց։ Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության, ռուսական զինուժի հարվածների թիրախում Կիևի եւ Կիևի մարզի ռազմաարդյունաբերական օբյեկտները, անօդաչու թռչող սարքերի արտադրության ենթակառուցվածքը, պահեստներն ու լոգիստիկ հանգույցներն են եղել։ Նորանշանակ պաշտպանության նախարար Եվգենի Խմարային Ուկրաինայի նախագահի առաջին հանձնարարականներից մեկը երկրի օդային տարածքի պաշտպանական կարողությունները ուժեղացնելն է եղել։ Մենք պետք է ընդլայնենք մեր հեռահար հարվածների հնարավորությունները եւ մեր գործընկերների հետ ուժեղացնենք ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակվողական կարողությունները։ Որպեսզի Ուկրաինան պաշտպանողներն ունենային այն ամենը, ինչ անհրաժեշտ է ռուսական հարձակումները հետ մղելու, դիրքերը պահելու եւ ակտիվ գործողություններ իրականացնելու համար։ Բացի Կիևից այս գիշեր հրթիռակոծության տակ են նաև Խերսոնը, Ժիտոմիրը, Խարկովը, Սումին, Չեռնոգովն ու Դնեպրը։ Միաժամանակ հարյուրավոր ուկրաինական անօդաչուների հարձակման է ենթարկվել Ռուսաստանը։ Տասնյակ անօդաչուներ են խոցվել Մոսկվայի ուղղությամբ։ Դուրասներ կան Թաթարստանում եւ Կրասնոդարի երկրամասում։ Ռուս փորձագետները ուկրաինական անօդաչուների ինտենսիվ հարվածները գնահատում են որպես ռազմավարական արդյունքի չհանգեցնող գործողություններ։ Մոսկվայում պնդում են, Կիևը փորձում է ցույց տալ, որ դեռևս կարող է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, սակայն այլևս չի կարող փոխել պատերազմի ընթացքը։ Այսօր Դոնեցկում ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել եւս 2 բնակավայրի նկատմամբ։ Վերջին 20 օրում ռուսները Դոնեցկում 12 բնակավայր են վերցրել։ Կիևի ռեժիմի դիրքորոշման պատճառով այսօր խաղաղ կարգավորման վերաբերյալ լավատեսության նախադրյալներ չկան։ Առաջնագծում դինամիկան լավ հայտնի է։ Պետության ղեկավարը, գերագույն գլխավոր հրամանատարը բազմիցս խոսել է այդ մասին։ Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է։ Գիշերային հարվածների հետևանքները զգացվել են Ուկրաինայի սահմաններից դուրս։ Ռումինիայի իշխանությունների հայտարարությամբ անօդաչու սարք է մտել երկրի օդային տարածք եւ ընկել Թուլչա նահանգում։ Ուկրաինայի սահմանից մոտ 4 կիլոմետր հեռավորության վրա։ Տուժածներ չկան։ Իսկ ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանը հայտարարել է կանխարգելիչ գործողությունների մասին։ Վարշավան օդ է բարձրացրել նաեւ դաշնակիցների ռազմական ինքնաթիռները։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։